Վերադարձանք գովազդից ու պատմենք, որ մեր երկրում հավատարմագրված դեսպանների կանայք պատրաստվում են ամանորյա տոնավաճառի։ Հայաստանում բնակվող օտարազգիներն ու հայ կանայք միասին ներկայացնելու են ազգային խոհանոցի ու ձեռագործ արվեստի զանազան ապրանքներ, որոնց վաճառքից գոյացած գումարը գնալու է բարեգործության։ Այս թեմայի վերաբերյալ զրուցելու ենք մեր հյուրերի հետ։ Մեր տաղավարում են Երևանում կանանց միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Լիաննա Մինասյանը, փոխնախագահ Կարմելիտա Ռեջլինե Ուինթերը և միջոցառումների ղեկավար Քրիստինե Գրիգորյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալություն, որ ձեր առավոտը սկսում եք մեզ հետ։ Շնորհակալություն հրավերի համար։ Սիրով։ Պատմեք մի փոքր տոնավաճառի գաղափարի մասին, արդյոք առաջին տարին է, որ իրականացվում է, ինչպես է ծնվել գաղափարը։ Նախ կուզեմ ներկայացնել IWA-ը, Երևանի կանանց միջազգային ասոցիացիան միավորումը, որը կարճ IWA է, հիմնադրվել է 2012 թվականից, ես ինքս հանդիսանում եմ 2014 թվականից IWA-ի անդամ, այն համախմբում է տարբեր ազգություններ ունեցող կանանց, հայրենադարձ կանանց եւ նաեւ տեղացի կանանց, մենք ստեղծել ենք այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր մշակույթի, տարբեր մշակույթներ ունեցող, տարբեր գաղափարներ ունեցող կանայք համախմբվել են մի գաղափարի շուրջ, ստեղծել այդ միջավայրը եւ իրականացնել բարեգործություն Հայաստանի սահմանամերձ գյուղերում, ավելի ոնց որ թիրախային են մեր սահմանամերձ գյուղերը։ Մեր անդամակցությունը տատանվում է, չեմ կարող հիշել հիմա, թե 2014 թվականին քանի անդամ ունենք, բայց 40-ից 50-ի մեջ տատանվել են անդամները, նույնիսկ կովիդի ընթացքում նվազել է, ունեցել են 20-ից 25 անդամ, բայց այժմ ոնց որ մեծ հպարտությամբ կարող եմ նշել, որ ունենք 70 անդամ, թե տեղացի, թե օտարերկրացի։ Այն միջոցառման, եթե վերադառնանք միջոցառմանը, տոնավաճառին, ինչպես ծնվեց գաղափարը, ուր է ուղղվելու բարեգործությունը։ Տոնավաճառը նշեմ, որ 12-րդ տարին է, տոնավաճառի 12-րդ թողարկումն է, որ իրականացնելու ենք եւ գաղափարը ծնվեց այսպես։ Մի փոքր անդրադարձ կատարեմ IWA-ի հիմնական նպատակներին, քանի որ այս ձևաչափը ամբողջ աշխարհում հայտնի է եւ Հայաստանը միակ երկիրը չէ, որ ունի միջազգային կանանց միավորում կազմակերպությունները կամ ակումբները, նայած որ երկրում ինչպես է կոչվում, եւ բոլոր ակումբների կամ կազմակերպությունների նպատակները հիմնականում 3-ն են։ Առաջինը համախմբել օտարերկրացիներին Հայաստանում եւ տրամադրելով նրանց ապահով միջավայր, այսինքն ցանկացած օտարերկրացի, երբ որ մեկնում է ինչ որ նոր երկիր, միշտ դժվարություն ունի թե լեզվի, թե հաղորդակցության, թե նոր շրջապատ գտնելու եւ հաղորդակցվելու։ Երկրորդը դա յուրաքանչյուր երկրի մեր պարագայում Հայաստանում օտարերկրացիներին եւ ինչու՞ չէ մեր Սփյուռքի անդամներին ներկայացնելն է հայ մշակույթը, հայ արվեստը, հայի բուն տեսակը եւ իհարկե հայ մշակույթը, այսպես որ մենք կարողանում ենք մեր անհատական եւ մասնավորեցված միջոցառումների շնորհիվ, որտեվ Հայաստանում այդքան էլ հասանելի չեն օտարալեզու միջոցառումներ կազմակերպել հատուկ IWA-ի կանանց համար, որոնք այս ամենը անելով, քանի որ մեզ մոտ բոլորը կամավորներ են, ոչ թե ուղղակի անդամներ են, եւ կամավորները, կամավորական աշխատանքը միշտ ենթադրում է ինչ-որ արդյունք, ինչ-որ բանի նպատակի հասնելու, ինչ-որ, այսինքն ոչ միայն սոցիալական ակումբ է մեզ մոտ, եւ այս նպատակին հասնելու համար մենք տարատեսակ ֆոնդհայթայթման միջոցառումներ ենք անում, եւ ամանորյա բարեգործական տոնավաճառը մեր ամենաճանաչված, ամենամեծ ֆոնդհայթայթման միջոցառումն է, մենք տարբեր ձևաչափերով մասնակցում ենք, ամռանօրինակ մասնակցել ենք Բերքի փառատոնին, ունենում ենք նաեւ խոհարարական դասընթացներ, վարպետաց դասեր, նկարչության, մանրանկարչության, տարատեսակ են։ Սա ուղղակի ամենամեծն է, որտեղ մեր գործընկերներն են նաև դեսպանությունները, եւ այստեղ մենք փորձում ենք միջմշակութային երկխոսությունը եւ մշակութային դիվանագիտությունը համատեղել ֆոնդհայթայթման միջոցառման հետ, որտեղ գալիս է այս փոքրիկ հասույթը, որի ամբողջ գումարը մենք ուղղում ենք սահմանամերձ շրջանների տարբեր ծրագրերին,
մեր հայտերը բաց են եւ ցանկացած կազմակերպություն կամ անհատ, որ ուզում է փոփոխություն բերել իր շրջանում, իր համայնքում, կարող է դիմել։ Մենք աշխատում ենք դրանք անել թիրախային ոչ անհատներին տրամադրելով գումարները, բնականաբար ղեկավար լինելու է ցանկացած նախագծի, բայց որ այդ փոքրիկ նախագիծը ինչ որ փոփոխություն բերի տվյալ համայնքին, ոչ թե ինչ որ անհատի կամ ընտանիքի։ Ուզում եմ հարցս ուղղել Տիկին Կարմելիտային։ Good to you. Hi. Դուք կարող եք բարձրաձայն թարգմանել։ Yes, okay. Քանի տարի է որ ապրում է Հայաստանում եւ արդյոք արդեն ադապտացվել է հայկական միջավայրին։ How many years are you in Armenia and whether you are adapted in Armenian society? I arrived in Armenia 2 years ago, and so far we're loving it here. And when I arrived here, I already found this International Women's Association of Yerevan, and that's what makes my stay here more interesting, purposeful, and fun. Մենք արդեն 2 տարի է Հայաստանում ենք, ես շատ սիրում եմ Հայաստանը, մենք շատ ենք սիրում երկիրը եւ մինչեւ Հայաստան գալս արդեն գտել էի Երևանում միջազգային կանանց ասոցիացիայի կազմակերպությունը, կապ էի հաստատել, որն ավելի լիարժեք է դարձնում, ավելի հետաքրքիր եւ ավելի ուրախ է դարձնում իմ Հայաստանում կեցության ժամանակահատվածը։ Մի քիչ ինձ հետաքրքիր է նաև տոնավաճառի կոնցեպտը, ովքեր են մասնակցելու բուն տոնավաճառին, այսինքն ինչ են վաճառելու, ոնց են ընտրվել են մարդիկ, ովքեր մասնակցելու են, տաղավար են ունենալու։ Մենք ունենք շատ տարբեր շահառուներ, տեղացի կանայք, ովքեր իրենց ձեռագործ աշխատանքներն են ներկայացնում, ուտեստներ, զարդեր, իրենց ձեռքի աշխատանքի զարդեր, նաև ինչպես արդեն նշեցինք, մեր տոնավաճառին մասնակցում են դեսպանատները, դրանով մեր տոնավաճառը տարբերվում է այլ տոնավաճառներից եւ հիմնական նպատակը նա է, որ նրանք այնտեղ ներկայացնում են իրենց մշակույթը, ամեն դեսպանատուն ներկայացնում է իր մշակույթը, օրինակ Ղազախստանի դեսպանատունը ներկայացնում է իր հայտնի պոնչիկները, այսպես ասած, իսկ գերմանական դեսպանատունը օրինակ Գլինտվեյն է ներկայացնում, այդպես։ Որտեղ անցկացվելու տոնավաճառը։ Խորենացի 17 հասցեում գտնվող Elite Plaza բիզնես կենտրոնում դեկտեմբերի 6-ին այս շաբաթ օրը ժամը 10-ից մինչև երեկոյան 19:00 եւ ունենալու ենք շատ հագեցած ծրագիր, նաեւ ունենալու ենք մանկական անկյուն, կարող եք այցելել ձեր երեխաների հետ, սիրով կսպասենք, լինելու են տարատեսակ զվարճալի միջոցառումներ նախատեսված նաեւ երեխաների համար։ Ելնելով նախորդ տարիների փորձից, ինչն է ավելի հետաքրքրում այցելուներին տոնավաճառի ընթացքում՝ լեռնագործ իրերը թե խոհանոցը տարբեր մշակույթների։ Բնականաբար այցելուներին հետաքրքրում է նման ձևաչափով միջոցառումներին մասնակցելուց օտարերկրյա ներկայացուցչության ներկայացրած, այսպես ասած, ուտեստները, քանի որ դեսպանությունները միայն ուտեստներով չեն ներկայանում, այլ իրենց տարատեսակ հուշանվերներով, ձեռագործ իրերով, ամեն մեկը ներկայացնում է իր մշակույթը, բայց մեր արհեստագործներն էլ, վարպետներն էլ եւ հրուշակագործներն էլ միշտ, այսպես ասած, դժգոհ չեն գնում մեր ամանորյա տոնավաճառից, քանի որ բոլորը գիտեն, որ մեզ այցելելով ոչ թե ուղակի տոնավաճառ են այցելում, ոչ թե ուղակի գնումներ են անում, այլ աջակցում են ընդհանուր մի գործի, որովհետև եթե մարդիկ մտածում են 1000 կամ 5000 դրամով իրենք չեն կարող որևէ շրջանում կամ սահմանամերձ գյուղում փոփոխություն բերել, այս իրենց բոլոր ամբողջ կատարած ներդրումը գիտեն, որ թափանցիկորեն ուղղվում է ինչ որ ծրագրի եւ իրենք դրա մասն են կազմում եւ այդ գիտակցությամբ է որ գալիս են մեր այցելուները եւ հետագայում նաեւ ուրախությամբ մեզ հետ տոնում են այն ձեռքբերումները տարբեր մարզերում եւ տարբեր շրջկենտրոններում, որ կարողանում ենք ունենալ։ Այ հետաքրքիր է Տիկին Ռեջլինե Ուինթերին ամենաշատը ինչն է գրավել Հայաստանում, մեր խոհանոց ինչքան է սիրում։ What attracted you more in Armenia, our cuisine or What attracted me in Armenia is it's different from the places we've been. So far, we only lived in the US, in Europe, and in Asia. And the Caucasus region is very new for us, and I find it very interesting, like the mountains, the cuisine, the people are very friendly.
And I heard that in Armenia, you don't even have to look for your community because you are already in a community by default. So the people are so welcoming and friendly, and so it's fun to be here. Great. Ինձ ամենաշատը գրավում են իհարկե մարդիկ, բայց նաև ինչպես որ ես ասել էի, որ մենք եղել ենք տարբեր երկրներում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում, բայց այստեղ միանշանակ մարդկանց ջերմությունը, լեռները, խոհանոցը ավելի գրավիչ են դարձնում եւ ինչպես ասում են, Հայաստանում դու պարտադիր չէ ինչ որ հատուկ խմբի կամ հասարակության մաս կազմես, դու արդեն ինքնին դառնում ես ամբողջական ինտեգրվում ես ամբողջական հասարակական շրջանակներում եւ դա է ինձ համար ավելի զվարճալի ու հետաքրքիր այստեղ։ Հիշեցնենք մարդիկ ինչպես կարող են մասնակից լինել տոնավաճառին, որ օրը եւ որ ժամին։ Դեկտեմբերի 6-ին առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 7-ը Elite Plaza Business կենտրոնում Խորենացի 17 հասցեում գտնվող բոլորին սիրով կսպասենք եւ բացի այն, որ այցելուները կունենան լավ ժամանց, կգնեն իրենց ամանորյա նվերները, նաև կունենան իրենց մասնակցությունը անել մի փոքրիկ բարի գործ աջակցելու մեզ, որպեսզի մենք կարողանանք իրականացնել մեր բարեգործական ծրագրերը եւ կուզենամ նշել, որ այս տարիների ընթացքում մենք 30-ից ավել բարեգործական ծրագրեր ենք արել Հայաստանի համարյա թե բոլոր մարզերում, կարծեմ բոլոր մարզերում նույնիսկ մարզեր ունենք, որտեղ իրականացրել ենք 2 կամ 3 ծրագրեր։ Մի բան էլ հավելեմ, որ ցանկացած այցելու կարող է նաև ուղիղ նվիրաբերություն կատարել այվային եւ այդ միջոցով դառնալով նաև խաղարկության մասնակից ունենք տարատեսակ մոտ 150 նվերներ, որոնք մեր գործընկերները, երկարաժամկետ գործընկերները արդեն քանի տարի մեզ հովանավորում են կամ տարատեսակ նվերներ են նվիրաբերում, որպեսզի մեր միջոցառումը ավելի անցնի անակնկալներով լի ավելի հետաքրքիր այցելուների համար ցանկացած նվիրատվություն նաև նվիրաբերող կարող է դառնալ մեր միջոցառման շահողներից մեկը եւ ունենալ անակնկալ։ Այնպես որ սիրով սպասում ենք, վստահ ենք շատ հետաքրքիր է լինելու, նաև մեկ բան, որ այս տարի նորույթ է, դեսպանությունները հանդես են գալու իրենց մշակութային ծրագրերով, այսինքն լինելու են օտարազգի, երգ, պար, երաժշտություն, այնպես որ կարծում եմ ավելի հետո տրամադրությունը կարող ենք գալ եւ մեկնարկել հենց ձեզ հետ, նաև փոքրիկ ներդրում ունենալ շատ մեծ ու բարի գործում։ Շնորհակալություն հայտնենք մեր հյուրերին իրենց առավոտը մեզ հետ անցկացնելու համար։